Բարև սիրելիներս, ինչպես եք, ես շատ լավ եմ սիրելիներս, ասեմ ինչու, որովհետև ես ունեմ մի այսպիսի բնավորություն, որ ես ինչքան է վատ եմ լինում, հոգնած եմ լինում, շատ աշխատանք կատարած, չգիտեմ, սենց օրը ծանրաբեռնված անցած, որ ինչ ճանապարհին մեկը տերմա ոնց եք, ինչ եք, ինչպես եք, ես բնականաբար պատասխանում եմ, որ շատ լավ եմ, չեմ սիրում, որ ասում են վատ են կամ ոչինչ, դա ես չեմ սիրում, ինչքան է վատ լինեմ, ասում եմ լավ է, ու դա ինձ շատ է օգնում, այդ հույսը, որ ես ինքս ինձ տրամադրում եմ, դա ինձ շատ օգնում է։ Եվ խորհուրդ կտամ, որ դուք էլ նման ձևով շարունակեք, ինչքան լավատեսորեն մոտենաք, այնքան լավ է լինելու։ Իսկ հիմա ասեմ ես այսօր ինչ եմ ուզում պատրաստել ձեզ համար։ Նախորդ վիդեոյում ես պատրաստել էի պոնչիկ պերաշկի եւ կրեմի պատրաստման ձևը ձեզ չէի ասել։ Ինչու չէի ասել, դա նես չի, որ գաղտնիք է կամ ինչ-որ մի բան է, հիմա ասեմ ինչու չէի ասել։ Եթե ես այդ պահին պատրաստեի կրեմը ու սկսեի պատրաստել պոնչիկը, ապա հաստատ պոնչիկը իմ մոտ չէր ստացվելու, որովհետև կրեմը տաք վիճակում էր լինելու, իսկ տաք վիճակում կրեմը չի կարելի դնել պոնչիկի մեջ, լավ արդյունք չենք ստանա, որպեսզի ժամանակը երկար չտևեր, ժամանակատար չլիներ, ես որոշեցի պոնչիկը պատրաստել իմ պատրաստած նախօրոք սառած կրեմով։ Իսկ հիմա ես մեծ սիրով ձեզ ամենայն մանրամասնորեն կպատմեմ, թե ես ինչպես եմ պատրաստում իմ պոնչիկի կրեմը։ Շատ բաներ պետք չի պոնչիկի կրեմ ստանալու համար, շատ կարճ է տևում կրեմը պատրաստելու ընթացքը, հեսա ես բացատրելով ձեզ ցույց կտամ ինչպես, ու ես միակ այդ մի տեսակի կրեմն եմ օգտագործում իմ պոնչիկը ստանալու համար։ Ձեզ հույսով ասում եմ, որ շատ լավ կրեմ է, կփորձեք եւ այնպիսի կրեմ չի, որ ինչ-որ մեկի մոտ ստացվի, ինչ-որ մեկի մոտ չստացվի, ստացվելու հավանականությունը 100% է։ Իսկ հիմա գնամ եւ պատրաստեմ ձեր շատ սպասված եւ շատ հետեւորդներ գրում էին, որ ուզում են պոնչիկի կրեմը իմանանք հիմա մեծ սիրով ձեզ համար։ Մեծ սիրով։ Ելիներս, հիմա մեծ սիրով ձեզ ուզում եմ ցուցադրել ինչպես պատրաստել պոնչիկի եփովի կրեմը։ Ասեմ, որ կրեմը իրանից շատ բարդություններ չի ներկայացնում, ուղղակի պետք է հասկանալ կրեմի վիճակը, որակը ոնց ստանալ։ Հիմա ասեմ, ես այս պահին օգտագործում եմ այսպիսի կաթսա։ Ինչու այսպիսի, որովհետև կպնելու հավանականությունը շատ քիչ է։ Չնայած մեր կրեմը այնպիսի կրեմ է, որ երկար չենք դնելու, խառնենք, սկզբում մարդիկ անում են sense գնդիկներով, հետո մաղով անցկացնում, դնում խառնում ժամերով անընդհատ, որ չկպնի, ոչ, ես այդ ձև չեմ պատրաստում, ասեմ, որ իմ պատրաստման եղանակը շատ հեշտ տարբերակ է եւ յուրաքանչյուրը կարա վարպետորեն պատրաստի։ Սկզբում ինչ եմ անում, ասեմ նախ ինչ եմ օգտագործում կրեմը ստանալու համար, կաթ, շաքարավազ, ալյուր եւ վանելին։ Հիմա նայեք, ես նշեցի կաթ, բայց եթե դուք հանկարծ տանը տեսնում եք, որ կաթ չունեք, ոչ մի խնդիր, կարող եք պատրաստել նաեւ ջրով։ Իսկ եթե չեք ուզում, որ ջրով պատրաստել, ապա եթե խտացրած կաթ ունեք, կարող ջրով բացեք ստանալ կաթ եւ նույնպես պատրաստել, էլի ոչ մի խնդիր։ Ես ձեզ առաջարկում եմ մի քանի տարբերակ, որով կարող եք պատրաստել կրեմը։ Հիմա ոնց եք անում։ Վերցնում եք մի այսպիսի բաժակ։ Ինչ բաժակ, որ դուք ցանկանում եք։ Սովորական բաժակ։ Ես ընտրել եմ այս բաժակը, ինչ եք անում մեկ բաժին կրեմ ստանալու համար։ Վերցնում եմ 2 բաժակ կաթ։ Երկու բաժակ կաթ վերցնում եմ եւ դնում եմ գազօջախի վրա, որպեսզի սկսի եռալ։ Դնում եմ եւ սպասում եմ, որ սկսի եռալ ու ինձ ձեր պետք է եռա, որ դուք նկատեք, որ իր պղպճակները sense լավ ուժեղ եռում է, թույլ եռալու ժամանակ մասսա չենք ավելացնում կաթի։ Իսկ հիմա ես ձեզ բացատրեմ ինչ ենք անելու մինչև
որպեսզի կաթը եղի։ Վերցնում ենք միակաման, ավելացնում ենք շաքարավազը, ասեմ շաքարավազը չափաբաժինը ինչքան է։ Այս նույն բաժակով բոլորը կատարելու ենք նույն բաժակով։ Այս նույն բաժակով մենք լցրել ենք կաթը, այս նույն բաժակով էլ լցնելու ենք 1.5 բաժակ շաքարավազ։ Ես նախորդ արդեն իսկ չափել եմ, ավելացնում եմ այստեղ եւ նույն բաժակով ավելացնելու ենք 1 թեթև, այսպես որ թեթև բերանը պետք չի գլխում, ալյուր։ Լցնում ենք շաքարավազի վրա։ Լցրեցինք, ավելացնում ենք 2 թեյի գթալ վանելին։ Ասեմ, որ ես վանելինը օգտագործում եմ անուշ լինի, վանելինը, որը շատ եմ սիրում։ Չգիտեմ, իր համը ինձ սուր է գալիս։ Կիլոյով էլ ամեն ինչով է փորձել եմ, բայց անուշ լինի, վանելինի համը մի յուրահատուկ համ ունի։ Այսպես ավելացնում եմ 2 թեյ գթալ վանելին եւ սկսում եմ խառնել։ Խառնում եմ, որպեսզի բոլորը իրար հետ խառնվեն, բոլորը։ Հաստատ հավատացնում եմ, որ ես սա տանեմ եւ ավելացնեմ կաթի մեջ, ոչ մի գնդիկներ չի առաջանալու եւ արագ լինելու է ընդամենը 2 րոպեվա ընթացքում։ Հեսա ես ցույց կտամ ընթացքում, թե ինձ ձեզ պետք է խառնել, որպեսզի արագորեն կրեմը հավաքվի։ Հիմա սպասենք, թող կաթը եռա, նոր ես արդեն կբացատրեմ մանրամասնորեն։ Ահա եռում է մեր կաթը, նայեք, այսպիսի պետք է ինքը սկսի սենց լավ եռալ։ Երբ որ եռում է, արդեն սկսում եմ ավելացնել մեր նախորդ սարքած մասան, լցնում եմ կաթի մեջ, լցրեցի, ու վերցնում եմ ու սկսում եմ արագորեն սենց մեջտեղի հատվածով։ Այսպես կամաց մեջտեղի հատվածով արեք, որպեսզի ինքը տարածվի։ Կողքերը միանգամից չանեք, որպեսզի չկպնի ամանին։ Մեջտեղով այսպես տարածում ենք, արագորեն ենք անելու սիրելիներս, որովհետև ինքը ինչքան արագ, այնքան շուտ առանձնանում է եւ գնդիկներ չի լինում, ալյուրն ու շաքարավազը լինում է համասեր շատ լավ կրեմ։ Խառնում ենք այսպես, հենց որ նկատում եք, որ արդեն սկսեց պղպճակներ տալ, դուք կարող եք գազը բարձր աստիճանով անել, չի խանգարի, ցածր մի արեք, թող ինքը բարձր լինի, մեկը ինքը չի կպնելու, ոչ մի անգամ չի կպնելու։ Այսպես խառնում ենք, այս գազը կարող մի քիչ ուժեղացնեմ, թող ավելի արագ լինի, որ դուք էլ տեսնեք, որ արագի դեպքում էլ ոչ մի խնդիր չի առաջանում։ Խառնում ենք, նայ այնքան ժամանակ ենք այսպես խառնում, մինչև նկատենք, որ ինքը սենց բլթալու նման ուզում է եռա։ Չենք թողելու շատ եռա, որովհետև ինքը նորմալ կրեմա լինելու պետք չի։ Դուք էլ պետք է այդ ընթացքը հասկանաք, թե ոնց պետք է, որ դեպքում պետք է անջատեք, որ կրեմը լինի ոչ թույլ, ոչ պինդ կրեմ։ Նայեք, արդեն պղպճակները տալիս են, ահա, տեսեք։ Պղպճակները տալիս են, տվեց, ահա, մի հատ, սենց կողքերը հավաքում ենք, այսպես, ու վերջ, արդեն պատրաստ է մեր կրեմը ու անջատում ենք։ Այսքանը, տևում է, այս մի քանի րոպե կրեմը ստանալու համար։ Տեսեք, թե ինչքան համասեռ, գլատկի, փայլուն կրեմ եմ ստացել, նայեք, ոչ մի գնդիկ, շատ սիրուն լավ կրեմ է և թողնում ենք, որ կրեմը սառչի։ Պատրաստեցինք, վերջացրեցինք կրեմը, հիմա մի քանի նրբություններ ասեմ, պոնչիկը պատրաստելու ժամանակ, որը ձեզ պետք կգա։ Հիմա նայեք, կարողա դուք ճիշտ չեք արեք կամ ինչ-որ իմ հետ էլ լինում շատ ժամանակ, որ կրեմը ստացվում է մի քիչ պինդ։ Թույլ չի լինում, ասեմ, որ եթե դուք բաժինները ճիշտ անեք, թույլ չի լինում, կարա ինքը մի քիչ պինդ լինի, շատ եփելու արդյունքում, ամեն ինչին էլ լուծում կա, ասեմ ինչպես անեք։ Եթե հանկարծ տեսել եք, որ կրեմը պինդ է, պետք չի այդ դեպքին դնել խմորի մեջ։ Հավատացեք, ստանալու եք շատ վատ պոնչիկներ, ասեմ ինչու համար եք ստանա։ Կարող է պատրաստման ընթացքում ձեր համար շատ հեշտ լինի, երբ որ սկսում եք պատրաստել, որովհետև կրեմը ինչքան պինդ եք դնում, ավելի հեշտությամբ եք սկսում փակել, աշխատել, տպտպացնել, չի թափվում մեջից։
բայց դա նաև վատ արդյունք է տալիս։ Երբ որ կրեմը պինդ է լինում, կրեմը սկսում է ինքը խմորի հետ եփել ձեռքի մեջ եւ այդ կրեմը կպնում է պատերին ու ոնց որ երբ պոնչիկը դուք ուտում եք, մեջը կրեմ չլինի։ Ու զարմանում եք, ասում եք, վայ, ո՞նց կարա տես բան լինի, մի ամբողջ մեծ գտան կրեմ եմ դրել, հնարավոր չի, այո, հնարավոր է։ Եթե ձեր կրեմը պինդ է լինում, ես նշել եմ վիդեոյում, թե դուք կրեմը ինչ տեսակի պետք է լինի, որ մեջը կրեմ երևա։ Եթե ձեր կրեմը պինդ է լինում, ապա հավատացեք, պոնչիկի մեջ կրեմ չեք գտնելու, եփվելու է խմորի հետ միասին։ Ասեմ ինչպես անել, որպեսզի երբ որ ձեր մոտ ստացվել է պինդ կրեմ, ապա նա ստանա իր իրական տեսքը։ Մեկ բաժնի համար եմ էլի ասում, վերցնելու եք կրեմը, ավելացնելու եք 2 ճաշի գթալ շաքարի փոշի, գոլից մի քիչ տաք վիճակում ջուր եւ մի փոքրիկ վանելին ու սկսելու եք ձեռքերով խառնել։ Կրեմով, այսպես մատքերով, ես ոնց էի խառնում ֆրաշկի, կարտոֆիլը, այ ձևով։ Խառնելու եք կրեմը ձեռքով լավ տրորելու եւ հաստատ կրեմը կլինի ինքը շատ էլաստիկ եւ կթուլանա, ստանա ինքը շատ լավ տեսք։ Ջուրը հիմա կասեք, բա ինչքան ջուր ավելացնենք, ջուրը արդեն դուք մոտավորապես պետք է ավելացնեք, որովհետեւ ես այս պահին չեմ կարող հասկանալ, թե ձեր կրեմը ինչ պնդության է։ Ջուրը մոտավորապես աշկաչափով ավելացնում եք շաքարի փոշին, վանելինը եւ սկսում եք լավ տրորել եւ կրեմը ստանում է շատ լավ տեսք եւ դուք կարող եք տեղադրել այն խմորի մեջ, տեղադրել, փակել ու ինչքան էլ դժվարանաք իրան հավաքելը, ոչինչ, սիրելիներս, թող կրեմը լինի մի քիչ թույլ։ Չեմ ասում շատ ջրիկն է չի ստացվելու, բայց ոչ պինդ։ Այսքանը մեր խմբանը կրեմից, որը մեծ սիրով ես ձեզ ներկայացրեցի եւ հավատացեք, որ ես իմ պոնչիկի կրեմը պատրաստում եմ այդպես եւ ամեն օր եւ պատրաստելու եմ շարունակ այդ նույն եղանակով։ Ցտեսություն, կհանդիպենք վաղը եւ ես ձեզ վաղը կներկայացնեմ արդեն իսկ մի ուրիշ բան, որը ձեզ շատ կհետաքրքրի։ Հաջողություն, բարի գիշեր ձեզ։